ուրեմն փոխվում են, փոփոխվում են։ Այնպիսի տպավորություն է, ոնց որ մոլի հանդերձարանը լինի, ոչ թե ունիվերմագի հանդերձարանը լինի, ոչ թե քարոզարշավ, որովհետև բոլորը փոփոխվում են, փոխվում են, ինչ-որ հանվում են, հագնվում են։ Ընդհանուր առմամբ, եթե նայենք, առանձնապես մեծ ինչ-որ աժիոտաժ, մեծ բան չկա, գոնե առաջին երկու օրը ես ուշադիր հետևել եմ։ Աժիոտաժ առաջացրեց միայն հանրապետականի ռեինկարնացիայի կլիպը, որը որ մի հատվածով Facebook-ում քննարկվեց, որ ինչի է ռեինկարնացիան բանարել, մյուս կողմից զուտ քաղաքական շրջանակներում, էքսպերտների շրջանակներում, որ փաստացի հանրապետականի բոլովակում չկա բացի Կարեն Կարապետյանից, այլ հանրապետականի նկարված։ Այսինքն իրականում սա եթե վերցնենք, սա լուրջ մեսիջ է, եթե մի քիչ ավելի լուրջ նայենք, լուրջ մեսիջ է, որ հանրապետականը փորձում է հավաստիացնել, հավատացնել, որ այն ինչ իրենք սկսել են, սկսած այն պահից, երբ փոփոխություններ սկսվեց կառավարությունում, հետո կուսակցությունում, հետո արդեն առաջին տասնյակը երիտասարդացված, սերնդափոխված, նույնը շարունակում են անել, այս հոլովակի միջոցով այդ մեսիջը ուղարկում են։ Մնացածը, տեսեք, Գագիկ Ծառուկյանի, Ծառուկյան դաշինքի ես հոլովակն եմ տեսել, ոչ մի նոր բան, բայց այստեղ էլ, եթե հանրապետականը ամբողջ այդ բեռը իր վրա տանում է Կարեն Կարապետյանը, Ծառուկյան դաշինքի ամբողջ բեռը տանում է անձամբ Գագիկ Ծառուկյանը։ Այսինքն նույն հոլովակում միայն Գագիկ Ծառուկյանն է և ուրիշ ոչ ոք, Ծառուկյան դաշինքից։ Եթե ես նայում եմ օյեկը, նույն է օյեկն է, միայն Արթուր Բաղդասարյանն է խոսում, ուրիշ ոչ ոք, եթե չհիշենք ինչ է, ես նկատում եմ վերջի 2 օր, այսինքն բոլորը փորձում են ինչ-որ, իհարկե դա չի վերաբերվում երևի թե ազատ դեմոկրատներին, որոնք 4 կերպարով են հանդես գալիս, Քոքոբելյան, Բագրատյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան, հարկից ոնց որ թե միայն Լևոն Զուրաբյանն էր խոսում, ես չեմ տեսել կա այլ խոսացող, թե ոչ, երեք խոսելը չեմ տեսել, չէ, Վագն Խաչատրյանին եմ տեսել, հիշեցի, իրանք բանում ցույց տվեցին, մի 4 հոգի էլ հակն փաստորեն անում, ու կոմունիստները, իհարկե կոմունիստները պարզ է որ չեն անցնելու, պարզ է որ չեն անցնելու, դե ես կարծում եմ կոմունիստները ինչի դրեցին? Գագիկ Ծառուկյանի անդրազանգվածից են տանելու միայն, եթե տանելու։ Որովհետև այդ նույն անդրազանգված, եթե կոմունիստական կուսակցությունը ենթադրենք Սերգեյ Բադալյանից հետո այդքան չթուլանար ու մնար մինչև հիմա, Գագիկ Ծառուկյանի անդրազանգվածի առնվազն կեսը լինելու էր կոմունիստների, եթե այդ կուսակցությունը այդ աշճանի չքայքայվեր ու մնար։ Հիմա ունենք այն ինչ ունենք։ Դե հա, պարզ է։ Ով մնաց, ում մասին ելքը։ Ելքը պարզ է 3 դեմքով է գնում, ինչի իրենք ասել են, իհարկե թեև երրորդ համարն է Նիկոլ Փաշինյանը, բայց պարզ է, որ այնտեղ առաջնային դերը Նիկոլ Փաշինյանին է լինելու։ Որպես ավելի ռադիկալ, որպես ավելի խարիզմատիկ, որպես ավելի ճանաչված լայն մասաներում, թեև եւ Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մանուկյանը չեմ կարող ասեմ, որ քիչ ճանաչված են, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ավելի խարիզմատիկ է։ Օրոն ինչ է անում, ես այն ինչ որ ես 2 օրը տեսել եմ, Օրոն փորձում է վերցնել այն անդրազանգվածը, որը որ ելքինն է, այսինքն ավելի շատ ռադիկալ անդրազանգվածը,
հեղափոխական տրամադրված ընտրազանգվածը, այն կադրերը, որ ես տեսնում եմ, եւ այն տեքստերը, որ ես լսում եմ, դա է, իհարկե օրոյին շատ դժվար կլինի համոզել այդ ընտրազանգվածին, գիտեք, եթե օրոն լիներ միայն համախմբումը, շատ ավելի շատ հեշտ կհամոզեր ռադիկալ ընտրազանգվածին, որովհետև երբ համախմբման միանում է Ռաֆի Հովհաննիսյանը, ով երբեք կարմիր գիծը չի անցել, ավելին գնացել աղոթել է, երբ այնտեղ Սեյրան Օհանյանն է, որը 3 առաջ օրը նույն այն իշխանության մեջ է եղել, որին այսօր չգիտես ինչու 3 առաջ օրը չէր քննադատում, երբ իշխանության մեջ էր այսօր քննադատումը, այդ ընտրազանգվածին բարդ է լինելու համոզել, որ այստեղ կան այս Ռաֆի Հովհաննիսյան ու Սեյրան Օհանյան համախմբման հետ, իրանք ավելի ռադիկալ են, քան ենթադրենք Նիկոլ Փաշինյանը։ Երևի թե այսքանը, հա? Հանրապետականից Նաիվ Սարգսյանն է չխորը։ Ինչ? Պարզապես իջնեցում, հանրապետականից Նաիվ Սարգսյանն է խոսում, որը խոստանում է ամենաապահով երկիրն է։ Սերժ Սարգսյանը խոսացել է փաստորեն միայն առաջի օրը ու եթե դուք տեսնում եք առանձնապես էլ չկա, որևիցե հոլովակում չկա, 1-2 նկար եմ տեսել, բայց նկարները ավելի շատ Կարեն Կարապետյանն է եւ առաջի եղյակը։ Բայց հետաքրքիր է Կարեն Կարապետյանը ցուցակում չկա։ Ինչու Վիգես Սարգսյանի առաջին հերիցները չկա Վիգես։ Ես ասեմ։ Չէ, բացական չի, Վիգեն Սարգսյանը կա, այնպես չի, որ կլինի, ես կա, չէ, կլինի, նախ կա։ Նկարների բանի տեսքով կա ու քիչ շատ ավելի շատ է, քան ասենք նույն Սերժ Սարգսյանը կա, չէ, շատ կա քաղաքում։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Պարլամենտական, երբ անցնում ենք արդեն պարլամենտական հանրապետության, լավ է վատ էթնիկոմ դրենք, բայց փաստ է։ Փաստացի վարչապետը դա վարչապետ ֆիգուրը ընկալվելու է որպես առայժմ ընտրազանգվածը դրա մասին շատ չի բանանում, բայց ենթագիտակցորեն միևնույն է, ենթադրվում է, որ դա լինելու է, այսպես ասած, նախագահ, այսինքն առաջին մարդը։ Եվ տեսեք, ես առայժմ 3 ուժ գիտեմ, որը հստակ է հայտարարել, ով է իրենց վարչապետը։ Ազատ դեմոկրատները հայտարարել են, որ դա Հրանտ Բագրատյանն է, հանրապետականները հայտարարել են, որ դա Կարեն Կարապետյանն է, եւ Օրինաց երկիրը հայտարարել է, որ դա Արտուր Բաղդասարյանն է։ Ելքը հայտարարել է, որ մեր վարչապետը առաջին եռյակից է, всё, մնացածը ոչ մի բան չեն հայտարարել։ Այստեղ, քանի որ մեր ազգի մենտալիտետը ունի նաև այդ անձի խնդիր, ով է ղեկավարելու, ես գտնում եմ, որ սխալ են անում, որ չեն հայտարարում, իսկ ով է իրենց վարչապետը։ Այստեղ Կարեն Կարապետյանի ֆենոմենը այստեղ էլ է աշխատում։ Մի քանի ես հիմա կասեմ, այն ինչ պարզապես տաքսիներում եւ այլն հարևանների շփման դեպքում մարդիկ են, որ ասում են իրենց հոգու հետ գնում են բան են անում, զձիոկայի են գնում, գործարքի են գնում իրանց խղճի հետ, ասելով, որ հիմա ինչ պետք է հանրապետականին ձայն տամ, բայց եթե Կարեն Կարապետյանն է ձայն կտամ։ Այսինքն, սա ես երեք միտեղ ասեցի, սա այդ Մանչեսթերի ու Բորուսիայի ֆենոմենն է, որ Հայաստանում առանձնապես երկրպագուներ չկային ոչ Մանչեսթերի, ոչ Բորուսիայի, հենց այնուն գնաց ընդ դարան սա ազգովի սկսեցին երկրպագել Մանչեսթեր ու Բորուսիա։ Չեղավ, պարոն Քոչարյան, եթե պիտի ստավկան դնեն Կարեն Կարապետյանի։ Իրավական խնդիր կար, ասեց մարդը։ Ավելի պարզ դժվար էր ասել։ Չեն ուզում ոչ լեգիտիմ, առանցին էլ այս իշխանության վրա ինչքան ոչ լեգիտիմ բան կա լծրած է։ Կարապետյանի թեման շարունակելով ուզում եմ, բայց երբ որ նայում ենք հանրապետականի ցուցակը, շատ քիչ մարդիկ են ցուցակում, որոնք կարելի է համարել Կարապետյանի մարդիկ։ Այդ վարակում տպավորություն ստեղծում, որ Կարեն Կարապետյանին օգտագործելու են ընտրություններին, արդյունքը ստանալու են, բայց 2018-ից հետո նա արդեն մի քիչ կոպիտ, բայց անկեղծ խոսեմ, հա։ Դուք բոլորդ գիտեք համակարգը ոնց է։ Ով ռեալ լիդերը նրա տակ սարմատնում է։ Չկա այնպես բան, սրա մարդն է նրա մարդն։ Ես անկեղծ եմ, կոպիտ եմ, բայց անկեղծ։ Ինչ ասեցիք, պարոն Քոչարյան, կներեք չգիտեմ։ Կարևոր բան ասեցիք։ Այսինքն տենց չի որ օգտագործվի եւ 2018-ից հետո Ես դες բան չասեցի, ես ասում եմ ով չկա տենց հասկացողություն սրա մարդ նրա մարդ։
ով եղավ ռեալ լիդեր, այդ թիմը նրանն է լինելու։ Հիմա ռեալ լիդերը Սերժ Սարգսյանն է, թե Կարեն Կարապետյանն։ Ասեցի, կարգախոսներով սկսեցի, որ ասեցի ոնց որ ռազիվալ կալնի։ Սա փոփոխում են։ Որքանով են գրավիչ հանրության համար եւ այն բոլոր։ Գիտեք, կարգախոսները էական չեն արդեն։ Վաղուց էական չեն։ Մենք ասում ենք կարմիր գծերի դեմ պայքար եւ այլն։ Այդ կարգախոսներ չեն։ Դա արդեն ծրագրեր են։ Հիմա որքանով են թիրախային ընտրված այդ հանրության համար գրավիչ, հա։ Գիտեք ոնց է, Ծառուկյանի թիրախի համար այն թիրախը, որը որ Ծառուկյան դաշինքի ընտրազանգվածն է, ինքը ճիշտ է ընտրել։ Այսինքն կան ինչ-որ ինքը գիտի ով է իր ընտրազանգվածը, դա սոցիալապես անապահով հիմնականում հատվածն է, որտեղ այդ լոզունգները աշխատում են միանգամից։ Իդեպ այդ ընտրազանգվածների հետ կապված նույն տեսեք ոնց է, հա, օյեկն էլ է նույնը դնում։ Ծառուկյան դաշինքն էլ է նույնը դնում, բայց օյեկը ունի պրոբլեմ, հա, որովհետև եթե օյեկը 2003 թվականից միշտ դրանով է զբաղվել, պոպուլիզմով եւ շարունակում է զբաղվել, բայց Ծառուկյանի մոտ պոպուլիզմը ու միշտ զուգակցվել է կոնկրետ ակցիաներով, այսինքն փաստացի արված գործերով, որը որ այս նույն ընտրազանգվածի համար, հա, նաղդի պատմությունն է, նաղդը չեն թողել ունիսիայի հետևից գնա։ Իրանք են նույն բանակի համար ասում, որ բաներ են լինելու միայն Ինչ են լինելու։ պայմանագրային զինծառայողներ։ Ով է ասում։ Չէ, Ծառուկյանը այդպեսի բան չէ։ Նորից եմ ասում, կապ չունի, իրա հիմնականում նույն բաներն են ասում, բայց երբ որ նույն բաներն են ասում, ստեղ չկա դրա տակ բարեգործական ակցիաներ, իսկ ստեղ կա նաև պլյուս այդ պոպուլիզմի բարեգործական ակցիաներ, այդ ընտրազանգվածը սա գալու է ստեղ։ Իսկ հայկի այդ բարի դրացությունը հիմա ինչքանով ընկալվում է պատերազմի ժամանակ քարոզոր խաղաղություն բարի դրացություն։ Գիտեք ոնց է, տեսեք ոնց է, ՀԱԿ-ը ռեալ ասենք դա գաղափարախոսություն է, այսօրվա անգաղափար դաշտում լավն է, վատն է, բայց դա գաղափարախոսություն է, որը 20 տարի է, եւ որի պատճառով զրկվել է Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունից, հենց այդ գաղափարախոսության։ Եթե ինձ եք հարցնում, ես չեմ ընդունում այդ գաղափարախոսությունը, բայց կա ինչ-որ ընտրազանգված, չեմ կարծում, որ դա շատ է այդ ընտրազանգվածը, բայց եթե հաշվի առնենք, որ ենթադրենք, պատկերացրեք, որ ձեր երեխան այսօր կանգնած է սահմանում, ու ինչ-որ մի ուժ քաղաքական ասում է խաղաղություն, պարզա, որ ինչ-որ մի հատված գնալու է այդ խաղաղության հետևից, ցանկացած գնով, բայց մի հատվածը կարող է հիասթափվի։ Այն ով որ հիասթափվելու է, արդեն հիասթափված է։ Այն տեսեք, ով որ հիասթափվելու է ՀԱԿ-ից, արդեն հիասթափված է։ Ինքը բոլորը իմիջիայլոց այդ առումով գրագետ են աշխատում, այնտեղ յուրաքանչյուրը գիտի արդեն իր թիրախային խմբերը հիմնական ու աշխատում է իր թիրախային խմբերի հետ։ Կարելի ասել, որ ՀԱԿ-ի արդյունքը լինելու այդ տեստը իշխանով այդ գաղափարը ոնց որ պոպուլյար հայ հասարակության մեջ եւ երկրորդը կարող լինի նաեւ տեստ իհարկե։ Ու երկրորդը նույն տեստը Եվրասիական միության համար օրինակ ազատ դեմոկրատները միակ ուժն են, որոնք Իմիջիայլոց երկրորդ իդեոլոգիան դա ազատ դեմոկրատներն են, որը էլի հստակ ի տարբերություն մնացած բոլորի ասում են, որ պետք է դուրս գալ Եվրասիական միություն, մտնել Եվրամիություն։ Լավն է, վատն է, ընդունում են, չեն ընդունում, բայց դա գաղափարախոսություն է։ Իմիջիայլոց ի տարբերություն ՀԱԿ-ի այս գաղափարախոսության կրողներ, հետևից գնացողները կարան ավելի շատ լինեն, որովհետև խաղաղությունը այս պայմաններում, երբ որ սահմաններում կա պրոբլեմ, ասելը դա կարա բերի իհարկե նեգատիվի շատ, իսկ եթե հաշվի առնենք, որ եկել է մի սերունդ, որի մի հատվածն էլ հենց ստեղ նստած է, որը խորհրդային միություն չի տեսել, որը ավելի բաց սահմաններում աշխատում ու իր համար մոդել է արևմուտքն, հա, եթե հատկապես վերցնենք 18-ից 30 տարեկան երիտասարդության համար ռեալ, եթե դու իրան ասես Ռուսաստան թե արևմուտք, ինքը ասում է արևմուտք, ինքը Ռուսաստանի անուն լսել չի ուզում անգամ։ Հա, այսինքն ինքը ունի կոնկրետ բավականին լուրջ ընտրազանգված, որին պետքա պարզապես կարողանա կոնսոլիդացնել։ Իսկ օրինակ այդ նույն թեմայով ելքը ինչու է խուսափում, օրինակ ելքը ինքն էլ է նշում, որ մենք եվրոինտեգրման կողմնակիցն ենք, վերանայելու ենք Եվրասիական միությունում, խուսափում են դուրս գալ վաղուց։ Չեն խուսափում, ես այնտեղ մի քիչ սվաղված է այդ ամեն ինչը, հա, այնտեղ օրինակ Էդմոն Մարուկյան հստակ ասում է,
Արամը ասում է, իսկ Նիկոլը խուսափում է։ Այստեղ ինչ որ խնդիրներ կան ներսում իրենց այդ հարցում։ Այդ հարցում արտաքին վեկտորի հարցում ինչ որ երկում կա խնդիր, դրա համար այստեղ ելքի ու ազատ դեմոկրատների այդ ընտրազանգվածի մեջ այս մեկ ամսում կարա հստակեցում մտցնել։ Այս արդեն իրենց քարոզարշավից է կախված լինելու ոնց տանեն ու ոնց կարողանան այդ հատվածին, որը հստակ արևմտամետ է, քաշեն իրենց կողմ։ Հարցեր ունես։ Գրիպների մասին կոնկրետ օրինակ համար, երբ որ օգտագործում ասենք Լևոն Արոնյան, Էրիկ Մխիթարյան, Արտուր Աբրահամ, ռեինկարնացիան եւ այլն, Ես վերաբերմունքը կտրուկ որ փոխվում է ժողովուրդը։ Ժողովուրդ, եկեք դրան ոնց եք նայում, դեր գնահատական։ Ես ասած ասեմ, էլի ինչ նշանակում օգտագործվում են։ Վատ բառը ասել մի մարդու մասին, օրինակ Լևոն Արոնյանի, որով այս նույն ազգը տարիներ շարունակ հպարտացել է, հպարտանում է։ Ինչ նշանակում օգտագործվել։ Այդ մարդը եկեք այստեղ Ռոլանդի սխալն էր, որ ինքը ասեց չքաղաքականացնեք, ինձ հակա Լևոն Արոնյանը շախմատիստ է, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է, իր օրոք իրան շատ լավ է եղել, մարդը դարել է աշխարհի գավաթակի, դարել է երրակի օլիմպիական չեմպիոն, ինքը կարող ասել, ինձ սա ձեռ է տալիս, սա իմն է, ես անում եմ։ Նույնը կարա չգիտեմ, ասի Նարեկը Հախնազարյան, նույնը կարա իմիջիայլոց ամենախնդալուն հենց էդ էր, Նարեկին Հախնազարյան ոչ մեկ չէր ճանաչում, դրա համար Նարեկի անուն չէին տալիս, մեր գլամուր, այսպես ասած, անիմաստ գլամուր մասսան, Դևոնին տալիս էին, Հենոյին ժուրնալի վրա տալիս էին, Արտուրին տալիս էին, ռեինկարնացիան ասում էին, իսկ Նարեկին, ասենք, որը բավականին լուրջ վիալանչիլիստ է, լրջաբանը ու ոչ մեկ չէր ճանաչել, որ ասեին Նարեկը նկարվում։ Այդտեղ աշխատել ամենաբան շերտի վրա է, չի մասն։ Այդտեղ թերևս ամենավանը որ Նարեկն է համաձայն է, որտեղ համաշխարհային երևույթ է։ Ես գիտեք, այստեղ խնդիրը ինչի, որ իրանք նկարվում են, թե չեն նկարվում։ Պարզապես նկարվելուց հետո այդտեղ չպետք է վախենալ դրանից։ Հա, ես ինձ ձեռ տալի, ես քցնում եմ ենթադրենք, հա, նույն Կարեն Կարապետյանի հետ ուզում եմ գնում եմ։ Բայց որ սենց են սկսում խաղալ, այս սենց անել, այդ ավելի վատ է աշխատում։ Քան երբ որ իրենք պարզապես ազնիվ ասեն, հա, ես գնում եմ սենց։ Իսկ ես ձայն եմ տալու ես մարդուն ավելին կոչ եմ ասում։ Ես չեմ վախենում ասեմ, ռոլիկը շատ լավն է, շատ որակով է։ Ու կարամ կա մեկը որ ասի, չէ, վատն է այդ ռոլիկը։ Ես չեմ լսել։ Դե որպես այդպեսին քարոզարշավի ռոլիկ չի դիտա։ Բովանդակային կողմն է, էլի, ձևը լավն է, ասես լավ չի։ Չէ, բովանդակային ինչով է վատ։ Որ թիրախավորած ավելի շատ երիտասարդության համար է եւ ոչ թե հասու։ Այո, Այսինքն ծնտրողը նաեւ մենակ երիտասարդները չէ։ Իսկի պանիխի դառնի, բա ինչ լինի։ Սովավ մարդու։ Երբ որ քո ազգի համար ընտրությունը տոն է, ընտրություն չեք ջոգի, տոներն են մոտենում։ Սա 10,000-ի են սպասում։ Ազգը դա տենց մտածում, բա ինչ անեն։ Չէ, ազգին դարձնողը իրավունք չունի այդպես։ Այսինքն դարձնողը բարով բան է, էլի ամփոփի։ Ավելի թիրախավորած չպետք է լիներ, պարոն Խոչարյան։ Հանրապետականի համար չէ։ Հանրապետականը շատ ճիշտ թիրախավորել է, որովհետև ինքը հասկանում է, որ այնքան մխտրված է ու այնքան բան չունի, այնքան չսիրված է այն հին սաստավը հանրապետականի, որ ուզած իրանք ինչ են անում, թիրախավորել են Կարեն Կարապետյանի հետ։ Երիտասարդներին հասարակության կողմից ընկալվող եւ սիրված անձանց Մխիթարյան Հենրիկ, որը միանշանակ է ընկալվում, Լևոն Արոնյան, ինքը միանշանակ է ընկալվում, դե նկարն է, կապ չունի, չգիտեմ, Նարեկը Հախնազարյան միանշանակ է ընկալվում, Արտուր Աբրահամ միանշանակ է ընկալվում, մի քիչ միանշանակ Կարենը չի ընկալվում, Կարապետյան, որը միևնույն է, էլի, եթե համեմատում ենք մնացածի հետ, բավականին բարձր վարկանիշ, սալու մասին շուտ է, որ նոր որակի է, պարզապես մի անգամից չի փոխվել։ Ինչ վերաբերվում է մականունավորներին, ես դա արդեն երևի թե շատ վաղուց եմ ասել ու շարունակեմ ասել, արդեն իրանք էլ զգացին։
Մինչև այդ չէին զգացել ինչա կատարվում, հա։ Մահկանոնավորները կրճատվելու են 60-ից 80%-ով, որովհետև ամեն տեղ դրած են։ Հիմա որ նայում եք, ենթադրենք Արմավիրը 5 հոգի դրած են, 5 օդիոզ դեմքեր։ 5-ից մեկը կամ մաքսիմում 2-ն է անցնելու։ Այսինքն կրճատվեց 60%-ով, մինիմում 60%-ով։ 5-ից 3-ը դուրս մնացին։ Նույնը ամեն տեղ է։ Մյուսներն ցուցակով կգան, բայց Չկա ցուցակով տես բան, ժողովուրդ 30 հոգի ասից 30-ի մեջ այդ մի հատ ուսումնասիրել կտենակ, որ չկա տես բան։ Չեն կարա ցուցակով գա։